Երևային Աստված հտարեց Եդեմի դրախտից, ինչ պատճառով։ Այսօր մեծ բախտի արտաքսման այս կիրակին այս մասին պիտի խոսենք։ Նրանց դրախտից վտարեցին ոչ թե որ պարզապես կերան արգելված ծաղի պտղից, այլ որովհետև չխոստովանեցին, չզղջացին, չհրաժարվեցին իրենց կատարած մեղքից։ Սիրելիներ, Աստված գիտի մեր տկար լինելը, մեր կույր կողմերը շատ լավ գիտի, որ մենք եթակա ենք մեղքի և մեղքեր ենք գործում, շատ լավ գիտի Աստված։ Եվ Աստված այս պատճառով մեզ չի պատժում, Աստված այս պատճառով մեզ մեղքի պատճառով չի պատժում, որ մենք մեղք ենք գործում, նա մեզ չի դատապարտում մեղք գործելու համար։ Աստված պատժում է մեզ այն ժամանակ, երբ մեր կատարած մեղքը մենք չենք ուզում խոստովանվել, չենք ուզում մաքրվել, չենք ուզում ապաշխարել։ Տիրոջ պատիժը մեզ վրա գալիս է ոչ թե անցանք, զանցանք գործելուց, այլ չխոստովանվելուց, չզղջալուց։ Ադամ և Եվան չխոստովանեցին իրենց մեղքերը, ուրեմն ինչպես կարող էին ներում ստանալ։ Պատկերացնենք, եթե նրանք ներողություն խնդրեին իրենց կատարածի համար, ապաշխարեին իրենց կատարած մեղքը, լրիվ ուրիշ կլիներ մարդկային ճակատագիրը, մարդկային պատմությունը։ Ուզում ես ներվել, ներում ստանալ Տիրոջից, ուրեմն բարի եղիր խնդրել Տիրոջը մեղքերի թողության համար։ Աստված մեղավորի մահը պատժվելը երբեք չի ցանկանում։ Աստված մի բան է ուզում մեզանից, մի բան, քո դարձի գալը և բերվելը։ Աստված միշտ մոտենում է մեզ, գալիս է մեզ ընդառաջ, որպեսզի մենք խոստովանվենք մեր կատարած մեղքերը, ինչպես որ դրախտում ասեց ուր ես Ադամ, այսօր ասում է ուր ես, այ մարդ ուր ես։ Անառակ որդին և զղջած իր վատ արարքի համար հայրը նրան չպատժեց, հայրը նրան չդատապարտեց, այլ նրա շրջումից հետո գրկեց իր որդուն և ասաց. Իմ որդին կորած էր գտնվեց, մեռած էր և ահա կենդանացավ։ Սիրելիներ, անկեղծ խոստովանության ժամանակ Աստված կների քեզ և չի դատապարտի։ Դեռ ավելին, Աստված իր գիրկը կառնի ու կլինի քեզ համար ներող հայր և դու իր համար կլինես սիրելի զավակ։ Աստված չի ուզում, որ մենք մեր կատարած հանցանքը և մեղքը կամ մեղքի պատճառը գցենք դիմացինի վրա, ինչպես Ադամը և Եվան իրենց կատարած մեղքը գցեցին օձի սատանայի վրա։ Մեր առօրյա կյանքում այսօր ինչպես է լինում։ Ես կատարել եմ ինչ որ մի վատ արարք, որ այդ վատ արարքի համար մեղավոր եմ ոչ թե ես, այլ բոլորը, կամ ինչ որ մեկն է մեղավոր, բայց ոչ ես, նա է մեղավոր, սա է մեղավոր, ես մեղավոր չեմ։ Շատ հաճախ լսում ենք սա։ Սա միանշանակ անընդունելի է Աստծո կողմից և դատապարտելի։ Երբ դժբախտության, դժվարության, փորձանքի մեջ ենք հայտնվում, գրեթե միշտ մեղավոր են բոլորը, բացի մեզանից։ Ուրիշին մեղադրելով, ինչ որ մեկին մատնացույց անելով, քո կատարած մեղքի չափը երբեք չի փոքրանում, սիրելիս։ Դու դրանով չես արդարանում, այլ ընդհակառակը վիճակը ավելի ծանրացնում ես։
պետք չէ ուրիշի մեղքը մատնացույց անել, պախարակել այդ մարդու, բացահայտել, աղմկել այդ մասին, մեր մեղքը ծածկելու նպատակով, մեր մեղքը արդարացնելու համար, մեր գործած մեղքը չի կարելի գցել ուրիշի վրա։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Աստված մեզ սովորեցնում է և տվել է ազատ կամքի ընտրողություն։ Ամեն մեկս իրավունք ունենք ինչ ուզում ենք անել, այդպես է։ Ինչ ցանկանում ենք, այն էլ անում ենք։ Եվ շատ հաճախ Աստված մեզ տված ազատության շնորհիվ սխալվում և հայտնվում ենք վատ իրավիճակի մեջ, ինչպես Ադամը և Եվան Եդեմի պարտեզում։ Աշխարհում կա և գործում է մի օրինաչափություն, շատ կարևոր օրինաչափություն։ Մարդ, եթե ինքը իրեն չվնասի, ոչ ոք այս աշխարհում իրեն չի կարող վնասել։ Սա ասում է եռամեծ վարդապետներից մեկը Հովվան Ոսկեբերյանը։ Մարդը, եթե ինքը իրեն չվնասի, ոչ ոք այս աշխարհում չի կարող իրեն վնասել։ Վատ բան անողին երբ հարցնեք, ինչու այդ վատ բանը արեցիք, և լսում ենք միշտ հիմար պատասխան, չարը մտավ մեջս, այն եղավ, այս եղավ, և կատարեցի այդ մեղքը։ Այսինքն, չէի ուզում, ես չարեցի, չարը դրդեց, սատանան արեց, ստիպեց և այլն և այլն։ Սա կատարյալ սուտ է, չկա նման բան։ Ոչ ոք չի կարող մեզ ստիպել, որ կատարենք չարիք, վատ արարք։ Իհարկե, եթե մենք չենք ուզում այդ ամենը անել։ Ցավոք երբեմն մենք նախընտրում ենք լսել չարին, հավատալ չարին, քան թե Աստծուն և Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Աստված Ադամին և Եվային դրախտից վտարեց նաև այս պատճառով։ Աստծո խոսքին չհավատալ, Աստծո խոսքին փոխարեն ինչ-որ մեկի խոսքին հավատալ պատուհաս է դառնում երբեմն հենց մեզ համար։ Շատ կարևոր է, թե ում ենք հավատում, ինչին ենք ընդունում, արժե հավատալ, թե չարժե հավատալ։ Այսօր ցավոք շատերը հատկապես երիտասարդներին տեսնում ենք, որ նրանք հավատում են և գնում են գուշակների մոտ, ընդունում են պայծառատեսների։ Սուտ, կեղծ լուրերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մաս։ Սա մեծ սիրով շատերին հաճելի է լսել հայոյախոսներին, ով որ շատ է հայոյում, շատ հետաքրքիր լսում են իրեն, իր ասածները։ Չեն տարբերում որն է սուտը, որն է կեղծիքը, ով է մեզ սուտ խոսում, ով ճշմարիտ բաներ է խոսում։ Ինչի համար է Աստվածաշունչը, սիրելի քրիստոնյաներ, ինչի համար է Աստվածաշունչը, կարդացեք, սովորեք, եթե ուզում եք ճիշտ ապրել, ապագայի մասին եթե ուզում ես իմանալ, խնդրեմ, Տիրոջ խոսքի մեջ հստակ ասված է ապագայի մասին, քո ապագայի մասին գրված է Աստվածաշունչում, մարդկային պատմության վերջի մասին գրված է Աստվածաշունչում, ինչու ես գնում գուշակների մոտ։ Մարդկանց ես ուզում ճանաչել, խնդրեմ, կարող ես ճանաչել, մարդկանց շատ հեշտ է ճանաչել, եթե իրապես ճանաչում ես Աստծուն։ Եդեմի պարտեզում Ադամի և Եվային չարը խաբելով ասեց. եթե ուտեք այս արգելված պտղից, աստվածների նման կլինեք։ Շատ փառասեր ենք, հպարտ ենք, գոռոզ ենք, այս ծանր մեղքը մեզ գալիս է հատկապես չարին ուռք տալուց, չարին լսելուց,
Չարի գործակիցը հետևանքը լինում է սա։ Սիրելիներ, Աստծո փառքը ումն է։ Աստծո փառքը Աստծունն է։ Աստծո փառքը իրենն է, մերը չէ։ Եթե մերը չէ, ինչու եք ուզում Աստծո փառքը յուրացնել, ինչու եք ուզում Աստծո փառքը գողանալ։ Ով որ փառասեր է, մարդկանց կողմից ուզում է միայն փառաբանվել։ Ով այդպիսին է, թող իմանա, որ ինքը Աստծո փառքի հափշտակողն է, նա գողանում է Աստծո փառքը, որն իհարկե հնարավոր չէ, անհնար է Աստծո փառքը գողանաս, ու սա մեծ մեղք է սա։ Այսօր շատ եմ տեսնում, լսում մարդկանց, որոնք Աստծո փառքը կարծես իրենցը դարձրած, փորձում են ինքնահաստատվել։ Նրանք իրենցից սովորաբար ոչինչ չեն ներկայացնում, փորձում են սուրբ պատմություններ հորինել, ընդամենը ինքնահաստատվելու համար։ Ասեմ, որ շատ զավեշտալի, ծիծաղելի իրավիճակների մեջ են հայտնվում նրանք։ Եվ իրենց թվում է, թե իրենց լսողները հիմար են, չեն հասկանում, տգետ են, չգիտեն, ու չեն հասկանում իրականությունը որն է, սուտը կեղծիքից չեն տարբերում։ Ով մարդ արարած, հետ արի, հետ եկ, դեպի իրականություն։ Իրականությունից լավ բան այս աշխարհում չկա, որքան էլ այն անհետաքրքիր լինի, իրականը մեկ է, ճշմարիտն է, ճիշտն է։ Իսկ մեզ հաթալաբազության ոչ մի տեղ չեք հասցնի, ձեր երազած հերոսին երբեք չեք նմանվի։ Դրախտից վտարվածները Ադամ և Եվան իրականությունից կտրված էին։ Ադամն ու Եվան իրական ճշմարիտ Աստծուց կտրվել են և ուր հայտնվեցին դրախտից դուրս։ Այսօր էլ այդպես է։ Մեղքը, չարիքը, թմրամոլությունը, խմիչքը, թմրամոլությունները, խաղամոլությունը, ոմանց սխալ կարծիքով իրենց կտրում է կյանքի դառը իրականությունից, սակայն սա պատրանք է և ոչ ավելի։ Այսօր արտաքսման կիրակի է, սիրելիներ, Պարքի երկրորդ կիրակին, և այս առիթով անելիք ունենք բոլորս, որն է։ Մեր ներսից, մեր հոգուց, մեր արտաքսենք, դուրս բանենք, բացասականը, հատկապես գոռոզամտությունը, հպարտությունը, որի պատճառով կործանվեց Արուսյակ հրեշտակապետը և դարձավ չար սատանա։ Մեր հպարտությունը դուրս հանենք և արտաքսենք, վտարենք ու դառնանք խոնարհ, հեռացնենք մեզանից անհավատությունը, դառնանք քրիստոնյա, ձեռքազատվենք չարականությունից և դառնանք մարդասեր, հանենք մեր միջից սուտն ու կեղծիքը, չարությունը, նախանձը, բոլոր տեսակ վատ արարքները հանենք, արտաքսենք մեզանից։ Արտաքսման այս կիրակին, այս առիթով Աստված ուզում է մեզանից արտաքսված տեսնել ամեն տեսակի մեղք, ամեն տեսակի հանցանք։ Նույնիսկ շատերս, եթե արդար կերպով նայենք մեր կյանքին, մեր ներսը եթե արդարությամբ նայենք ինքներս մեզ, վստահ եմ, պիտի այնտեղ տեսնենք մեր ներսում, որ մեր կյանքից, մեր հոգուց արտաքսել ենք ում, Աստծուն արտաքսել ենք մեր հոգուց, մեր միջից վաղուց բացակայում է Տիրոջ լույսը ջերմությունը, Տիրոջ սերը և կարեկցանքը։ Մեղքի պատճառով Աստված դրախտից վտարեց Ադամ Եվային, իսկ մենք մեր մեղքի պատճառով մեր հոգուց և սրտից դուրս ենք վտարել և վտարում ենք Քրիստոսին։ Քրիստոս լքում է մեզ այն ժամանակ, երբ խախտում ենք իր խոսքը, իր օրենքը,
Աստված հեռանում է մեզանից այն ժամանակ, երբ մենք լքում ենք իրեն մեր վատ արարքների պատճառով։ Երբեք Աստված մեզ չի լքում և հեռանում, այդ մենք ենք հեռանում Աստծուց։ Ուրեմն երբեմն ոմանք անտեղի այսօր շատ հաճախ լսում ենք, որ հատկապես այսօր ասում են, որ Աստված լքել է մեր ազգին, Աստված լքել է իմ ընտանիքից, Աստված հեռացել է ինձանից, սխալվում եք, սխալ ենք ասում, սուտ ենք ասում, այդպիսի բան չկա, այդ մենք ենք լքել ասում, մենք ենք ուրացել նրան, հեռացել առաքելական մեր սուրբ եկեղեցուց, այլ ոչ թե Աստված է հեռացել մեզանից։ Այսօրվա բոլոր պատուհանները սրա հետևանքն են։ Այսօր հայը տուժում է սրանից։ Պահքի այս օրերին լավագույն առիթ է, սիրելիներ, ընձեռված մեզ վերադառնալու, դարձ կատարելու, ինչպես Գրիգոր Լուսավորչի ժամանակ դարձ եղավ, որտեղ մինչև Գրիգոր Լուսավորչի ժամանակ մենք ճշմարիտ քրիստոնյաներ էինք, ճիշտ պաշտողներ էինք, դարձ կատարեցինք։ Դարձ կատարենք ապաշխարելու, դառնալու դեպի Աստված, խնդրելու Տիրոջ օրհնությունը, խնդրելու Տիրոջ ողորմությունը մեր ազգի համար։ Ազգը բարձրանում է և ընկնում է Տիրոջով, ազգը օրհնվում է և զորանում է Տիրոջով։ Այսօր մեզ պետք է ազգովի դարձի գա, մեր շրջված երեսը դեմքը ուղղել դեպի Աստված, դեպի արեգակը արդարության, քայլել շիտակ ճանապարհով, Աստծո ցույց տված ճանապարհով։ Սիրելիներ, պահքը երկար ճանապարհորդություն է դեպի Աստված։ Իսկ այդ ճանապարհորդությունը պահքի սկսվում է ամեն մեկից հոգուց, սկսվում է ինձանից, քեզանից, մեր ազգից, բոլորից, ամեն մեկի ներսից է սկսվելու այդ ուխտագնացությունը դեպի հարության գագաթ ու Հիսուս Քրիստոսի հարության մեծ օրը հարություն պիտի տա մեր հոգիները, մեռած վիճակից պիտի կենդանացնի, ամեն ապաշխարողի մեղավոր հոգին պիտի մաքրի, իր հզոր և բարեգութ խոսքով ասելով, իմ զավակը մեռած էր, հարություն առավ, կորած էր և հիմա գտնվեց, այժմ է միշտ Հավիտյանս հավիտենից ապրել։